Չնայած ցույցերի եւ հանրահավաքների արգելքին Թուրքիայում զանգվածային ցույցերն արդեն 3 օր է չեն դադարում։ Բացի Անկարայից եւ Ստամբուլից բողոքի ակցիաներ են նաեւ այլ բնակավայրերում։ Տեղական ԶԼՄ-ների տվյալով տասնյակ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ պահանջելու ազատ արձակել փողերի լվացման եւ անօրինական եկամուտ ստանալու մեղադրանքով ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Մի շարք քաղաքացիներ նաեւ պահանջել են Ռեջեփ Էրդողանի հրաժարականը։ Ցույցերը շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, բախումներ են եղել, ոստիկանները արցունքաբեր գազ, մահակներ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։ Կան վիրավորներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում։ Թուրքիայի ՆԳՆ տվյալով բերման է ենթարկվել շուրջ 100 քաղաքացի։ Հայտնի է, որ 3 տեղի է ունեցել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հարցաքննությունը։ Նա հերքել է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները։ Չնայած Վաշինգտոնի միջնորդությամբ հնարավոր հրադադարի մասին քննարկումներին Ռուսաստանը եւ Ուկրաինան հայտնել են փոխադարձարվածների մասին։ Ուկրաինական կողմի տվյալով գիշերը 179 ԱԹՍ է արձակվել երկրի ուղղությամբ։ Կիևում պայթյուններ են լսվել, կան ավերածություններ։ Զապորոժիեում եւ այլ բնակավայրերում խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական ուժերն էլ թիրախավորել են Ռոստովի մարզը, բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ։ Կարծում եմ շատ շուտով ամբողջական հրադադար կլինի, հայտարարել է Դոնալդ Թրամփը խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից։ Այնուհետև կքննարկվեն գործարքները, հողերի բաժանման մասին եւ այլն եւ այլն։ Այդ ամենը քննարկվում է, մինչ մենք խոսում ենք, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա կարծիք է հայտնել, որ գործարքն արդեն ուրվագծվում է։ Թրամփն անդրադարձել է Պեկինի հետ հարաբերություններին, վստահեցրել, Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմել Չինաստանի հետ, բայց եթե անեինք դա, շատ լավ պատրաստված կլինեինք, հավելել է նախագահը։ Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է զրուցել Սի Ցինփինի հետ։ Մենք հիասքանչ հարաբերություններ ունենք եւ կունենանք, բայց Բայդենի ժամանակ $1 տրիլիոն դեֆիցիտ ենք ունեցել։ Կքննարկենք դա, մանրամասնել է Թրամփը։ Նաեւ Միացյալ Նահանգների նախագահը եւ պաշտպանության նախարարը Սպիտակ տանը հայտարարել են, որ Boeing-ին են վստահել նոր սերնդի F-47 կործանիչների մշակումը, որոնք ըստ Թրամփի աննախադեպ զորություն ունեն եւ պետք է փոխարինեն ռազմաօդային ուժերի F-22 կործանիչներին։ Ուկրաինայում պատերազմին է անդրադարձել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, որն օրերս Մոսկվայում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով Կիևը եւ Մոսկվան կարող են շուտով պայմանավորվել Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում սահմանելու մասին։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ Թրամփ-Պուտին հանդիպումն էլ կարող է անցկացվել առաջիկա ամիսների ընթացքում։ Սթիվ Ուիտկոֆը նաեւ կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմի ամենամեծ խնդիրը Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների կարգավիճակի հարցն է, որոնք Կիևը հրաժարվում է ռուսական ճանաչել։ Այդ տարածքները ռուսախոս են, այնտեղ անցկացվել են հանրաքվեներ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայտարարել է, որ ցանկանում է լինել Ռուսաստանի իշխանության ներքո։ Երբ այս տարածքների հարցը լուծվի, կսկսենք շատ դրական խոսակցություններ ունենալ, ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։ Պատմելով իր եւ Ռուսաստանի նախագահի հանդիպման մասին, Ուիտկոֆը հայտնել է, որ Պուտինը նվեր է փոխանցել Սպիտակ տան ղեկավարին։ Խոսքը Թրամփի դիմանկարի մասին է, որը նկարել է ռուս հայտնի նկարիչներից մեկը։ Նաեւ Վլադիմիր Պուտինն ասաց, որ անհանգստացած էր, երբ Թրամփի դեմ մահափորձ կատարեցին։ Նա գնացել է եկեղեցի եւ աղոթել իր ընկերոջ համար, ասել է Ուիտկոֆը, հավելել. Թրամփն անչափ հուզված էր լսել դա եւ ստանալ նվերը։ Դիանա Գասպարյան, լուրեր։